Անդրադառնալով վարչական ռեսուրսին, թաքնված քարոզչությանը, կառավարության որոշումների եւ ատելության խոսքին ու վախի մթնոլորտին կնշեմ հետեւյալը։ Եթե սա է կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ գործող իշխանության իրական Հայաստանի խոսքի մշակույթը, եւ եթե արտադատության նախարարը համարում է այս վարքագիծը իրավաչափ խոսք, քաղաքական լեքսիկոն եւ վարքագիծ, ապա մի դժգոհեք, դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի եթերներից եւ բառապաշարից եւ մի բողոքեք մինչեւ 2018 թվականը եղած իշխանություններից։ Գտնում եմ, որ այս խախտումները ենթակա են ուսումնասիրման Սահմանադրական դատարանի կողմից եւ վերջինիս դիրքորոշումը կարևոր եւ հեղափոխական նշանակություն կարող է ունենալ քաղաքական լեքսիկոնի եւ վարքագծի գնահատման համատեքստում։ Բարձր Ացյան, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր պատկերացումները երկրի կառավարման մասին եւ վերջինս ինքն է որոշում, թե ինչ ուղղությամբ պետք է իր քաղաքականությունը վարի։ Կլինի պատերազմ, կլինի խաղաղություն, կլինի գործազրկություն, կլինի թոշակների բարձրացում կամ այլ դրական կամ բացասական պրոցեսներ, դա կախված է բացառապես կառավարող ուժի քաղաքականությունից եւ յուրաքանչյուր քաղաքացի իր ընտրությունը պետք է կատարի պատասխանատվության զգացումով։ Սակայն երբ քաղաքական որևէ թիմ փորձում է սահմանադրությանը դեմ գնալ, այստեղ գալիս ենք մենք, իրավական պետության պահապաններս, եւ ցույց ենք տալիս խախտումները, որոնք որևէ պարագայում չպետք է լինեն, եւ եթե քաղաքական որևէ ուժ պատրաստ է այս խախտումների վրայով անցնել եւ պահել իր իշխանությունը, կամ անցնել իշխանության, կամ պարզապես մանդատ կորզել, ապա այդ քաղաքական ուժերին սպասվում է 2018 թվական, հոկտեմբերի 27, մարտի 1, ՊՊՑ գնդի գրավում եւ մի շարք այլ նմանատիպ անկումային դեպքեր։ Բարձր Ացյան, մենք իրավաբաններս պարտավոր ենք ապահովել, որ Հայաստանի Հանրապետությունը լինի իրավական պետություն, իսկ քաղաքական ուժերը պարտավոր են ապահովել քաղաքական գործընթացները, սակայն սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխան։ Ius essenta boni et aqui։ Իրավունքը գիտություն է բարու եւ արդարի մասին։ Բարձր Ացյան, ձեր կողմից կայացված որոշումը ես անցկացնելու եմ բարու եւ արդարի մաղի միջով։ Ցանկանում եմ ունենալ վստահություն, որ այն անխոչնդոտ կանցնի այս մաղի մանր անցքերով։ Շնորհակալություն։